Քո ծառը պտուղ չի տալիս։ Ուրեմն պետք է իմանաս այս 6 հնագույն տեխնիկաները, որոնք կստիպեն քո ծառին վերջապես արթնանալ եւ լցվել պտուղներով այնպես, ինչպես երբեք չես տեսել։ Եվ ամենալավն այն է, որ կարող ես դրանք անել տանը օգտագործելով այն բաները, որոնք հավանաբար արդեն ունես։ Ուրեմն, եթե ուզում ես հասնել դրան, ուշադիր եղիր, որովհետև սկսում ենք հենց հիմա։ Եվ անցնում ենք անմիջապես առաջի մեթոդին։ Եվ սա հավանաբար տեսանյութի ամենապարզ մեթոդներից մեկն է, որովհետև մեզ պետք է ընդամենը մի կտոր մետաղալար։ Դա կարող է լինել սովորական մետաղալար, ինչպես այս մեկը։ Եվ դա անելն էլ շատ հեշտ է։ Պարզապես պետք է մի քանի պտույտ տանք ճյուղի շուրջը, յուրաքանչյուր պտույտի միջև մոտ 1 սանտիմետր կամ կես ձյուն հեռավորություն թողնելով։ Ահա այսպես։ Եթե ճյուղը ավելի հաստ է, պարզապես օգտագործում ենք ավելի շատ մետաղալար եւ գործընթացը կատարում ճյուղի չափին համապատասխան։ Փոքր ճյուղերի համար նման մի բան արդեն բավական է։ Երբ արդեն տեղադրել ենք այն, ճյուղը աճելիս եւ հաստանալիս կտեսնենք, թե ինչպես է այս փոքրիկ մետաղալարը սկսում որոշակի ճնշում գործադրել։ Եվ հենց դա է մեզ հետաքրքրում։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ դա տեղի է ունենում։ Շատ պարզ է, ծառը այդ փոքրիկ ճնշումը ընկալում է որպես ահազանգի նշան եւ ինքնաբերաբար ակտիվացնում է գոյատևման արձագանքը։ Իսկ ո՞րն է ծառի ամենաարագ տարբերակը իր գոյատևումը ապահովելու համար։ Այն ինչ ծառը կփորձի անել, վերարտադրվելն է։ Եվ հենց այդ պատճառով այսքան պարզ մեթոդը կարող է զգալիորեն բարելավել ծաղկումը եւ հետագայում պտղի քանակը։ Այս կոնկրետ մեթոդը շատ լավ է աշխատում ցիտրուսայինների եւ շատ այլ պտղատու ծառերի դեպքում, թեև այն կարելի է կիրառել ցանկացած տեսակի ծառի վրա, բայց հատկապես ցիտրուսայինների մոտ ես իսկապես տպավորիչ արդյունքներ եմ տեսել։ Հիշիր, մենք չենք փորձում խեղդել ճյուղը, պարզապես ծառին փոքրիկ զգուշացում ենք տալիս։ Բայց հիմա այն մեթոդը, որը ներկայացնելու եմ, նույնիսկ ավելի հետաքրքիր է, այնպես որ ուշադիր նայիր, թե ինչպես ենք դա անում։ Սա հավանաբար ամենահայտնի եւ արդյունավետ մեթոդներից մեկն է ամբողջ տեսանյութում։ Խոսքը մատամիաձև կտրելու մասին է, բայց գույշ եղեք, որովհետեւ այստեղ պետքա ճիշտ անել։ Այս մեթոդը միշտ կիրառվում է ճյուղերի վրա, երբեք ուղիղ ծառի բնի վրա։ Կարելի է անել մեկ ճյուղի վրա կամ մի քանի, կախված ծառի չափից։ Դա ամենն իսկապես շատ հեշտ է։ Պարզապես պետք է 2 փոքր շրջանաձև կտրվածք անել ամբողջ ճյուղի շուրջը։ Այս կտրվածքները պետք է իրարից մոտավորապես 4-ից 5 մմ հեռավորության վրա լինեն, այսինքն մոտ 1/4 դյույմ։ Երբ 2 կտրվածքներն արդեն արել ենք, պարզապես հանում ենք նրանց միջև մնացած կերևը, եւ ահա ամենակարևոր պահը։ Չենք կարող խորանալ, չենք կարող քերծել կամբիումը եւ չենք կարող մտնել փայտի մեջ։ Պարզապես հանում ենք կեղերը, իսկ ինչ է տեղի ունենում, երբ սա անում ենք։ Շատ պարզ է, մենք մասնակիորեն ընդհատում ենք մշակված հյութի հոսքը, եւ դրա հետևանքով շաքարներն ու էներգիան կուտակվում են ճյուղի վերին հատվածում։ Եվ այդ կուտակումը հենց առաջացնում այն ռեակցիան, որ մենք փնտրում ենք։ Ծառը փորձում է բազմանալ, ավելի շատ ծաղկում է եւ հետո տալիս է ավելի շատ պտուղ։ Իդեպ, այս տեխնիկան մենք կիրառել ենք մոտ 2 ամիս առաջ։ Ու տես ինչպիսի իսկական հրաշք է ստացվել։ Տես թե որքան պտուղ կա, որ համոզվես այս տեխնիկաները իսկապես աշխատում են, բայց դեռ շատ հետաքրքիր մեթոդներ ունենք, որոնցից մի քանիսը նույնիսկ ավելի հեշտ են կիրառել։ Եվ հիմա անցնում ենք 3-րդ մեթոդին, որը հավանաբար այս տեսանյութի ամենահետաքրքիրներից մեկն է, որովհետև այս դեպքում մենք ոչ կտրելու ենք, ոչ էլ մետաղալար ենք օգտագործելու։ Միակ բանը, որ մենք անելու ենք, դա մի փոքր ստիպելն է որևէ ճյուղի բացվելը, եւ դա անելն իսկապես շատ հեշտ է։ Պարզապես բռնում ենք ճյուղի մի մասը եւ կամաց-կամաց թեքում ենք ներքև, մինչեւ զգանք մի փոքր լարում։ Այսպես։ Ինչպես տեսնում եք տեսանյութում, կարող ենք մեզ օգնել պարանով եւ ծաղկամանի եզրին ամրացված պտուտակներով, որպեսզի այդ լարումը մշտապես պահպանվի։ Եվ եթե աշխատում ենք անմիջապես հողի վրա, անում ենք ճիշտ նույնը, պարզապես օգնում ենք մեզ ցցով կամ հողի մեջ խրված երկաթով։ Կարևորն այստեղն է, որ այդ փոքր լարումը պահպանվի որոշ ժամանակ։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք դա անում ենք։ Դե ճիշտ նույնն է, ինչ նախորդ մեթոդների դեպքում։ Ծառը հասկանում է, որ ինչ-որ բան է տեղի ունենում եւ արձագանքում է փորձելով բազմացվել։ Ահա թե ինչու այս մեթոդը զգալիորեն բարելավում է ծաղկումը եւ հետագայում պտղի քանակը։ Իրականում այս մեթոդը հատկապես լավ է աշխատում շատ կենսունակ ծառերի դեպքում, այնպիսիների, որոնք ամեն տարի շատ են աճում, բայց գրեթե պտուղ չեն տալիս։
Եվ հիշիր, սա այն չէ, որ ճյուղերը պետք է հավերժ թեքված թողնել։ Երբ ծառը սկսում է արձագանքել ու պտուղ տալ, հանում ենք պարանները եւ վերջ։ Բայց հիմա անցնենք մի մեթոդի, որը նույնիսկ ավելի պարզ է, եւ շատերը դա անում են առանց իմանալու, թե ինչու է այն աշխատում։ Այս մեթոդը հավանաբար ամենահետաքրքիր եւ արդյունավետներից մեկն է, որովհետեւ միակ բանը, որ պետք է անենք, ճյուղի վրա փոքրիկ պատուհան բացելն է։ Մեզ պետք է լավ սրված դանակ, եւ մենք պատրաստվում ենք մոտ 2 սանտիմետր, այսինքն մոտ 1 դյույմ երկարությամբ փոքրիկ կտրված քանել։ Նաեւ պետք չէ շատ խորացնել կամ ճյուղը վնասել։ Այն, ինչ ուզում ենք, փոքրիկ վերահսկվող վերք առաջացնելն է։ Եթե ճյուղը ավելի հաստ է, պարզապես պատուհանը մի փոքր ավելի մեծ ենք անում, որպեսզի ազդեցությունը համարժեք լինի ճյուղի չափին։ Կտրվածքը կատարելուց հետո մենք արդեն կհեռացնենք կեղևը եւ կամբիումի մի մասը։ Եվ շատ կարևոր բան սա չի արվում ամբողջ ծառի վրա։ Կարող ենք դա անել միայն որոշ ճյուղերի վրա կամ առավելագույնը ծառի մոտ 50%-ին։ Իսկ ինչա տեղի ունենում, երբ այս փոքրիկ պատուհանն ենք բացում։ Շատ պարզ է, ծառը նկատում է, որ տեղային փոքր վնասվածք է ստացել եւ ավտոմատ կերպով գործի է դնում իր արձագանքման մեխանիզմները։ Այլ կերպ ասած, ծառը հասկանում է, որ ինչ-որ բան է տեղի ունենում եւ սկսում է էներգիա ու ռեսուրսներ մոբիլիզացնել իր շարունակականությունն ապահովելու համար։ Իսկ ինչ ձևերից մեկն է, որով դա անում է։ Փորձում է բազմանալ ծաղկելով եւ պտուղների արտադրությունը ավելացնելով։ Հիմա, երբ պատուհանը պատրաստ է, կարող ենք մի փոքր ալոե վերա դնել վերքի վրա։ Թեև սա պարտադիր չէ, բայց շատ խորհուրդ է տրվում, քանի որ օգնում է պահպանել տարածքը պաշտպանված, խոնավացված եւ զգալիորեն նվազեցնում է վարակների ռիսկը։ Բայց եթե սա քեզ հետաքրքիր թվաց, սպասիր, որովհետեւ հաջորդ մեթոդը ել ավելի զարմանալի է, եւ երբ այն համակցվում է նախորդների հետ, արդյունքները կարող են իսկապես տպավորիչ լինել։ Եվ հիմա անցնում ենք հաջորդ մեթոդին։ Եվ սա հավանաբար ամենահետաքրքիր մեթոդներից մեկն է ամբողջ տեսանյութում, որովհետև այս դեպքում մենք օգտագործելու ենք այնքան պարզ մի բան, ինչպիսին է պտուտակը կամ մեխը։ Թեև կարող է տարօրինակ թվալ, վստահեցնում եմ քեզ, որ սա ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է, երբ ծառը լրիվ կանգնած է եւ չի ուզում պտուղ տալ։ Առաջին հերթին մենք պետք է ախտահանենք պտուտակը կամ մեզը։ Կարող ենք դա անել սպիրտով կամ պարզապես համոզվելով, որ այն լրիվ մաքուր է։ Երբ ամեն ինչ պատրաստ է, ընտրում ենք ծառի հիմնական ցողունի մի հատված։ Սա կարևոր է։ Չպետք է դա անել բարակ ճյուղերի վրա, որովհետև կարող ենք վնասել դրանք առանց ցանկալի արդյունքի հասնելու։ Հիմա պարզապես պտուտակը մտցնում ենք մի քանի սանտիմետր խորությամբ, մոտավորապես 2-ից 3 սանտիմետր, այսինքն մոտ 1 դյույմ։ Անհրաժեշտ չի ծակել ամբողջ ծառը կամ չափազանց վնասել այն։ Իսկ ինչա տեղի ունենում, երբ մենք դա անում ենք, շատ պարզ է, ծառը զգում է այդ փոքրիկ վնասվածքը, ակտիվանում է եւ սկսում է արձագանքել։ Իսկ ո՞րն է դրա ամենաարագ արձագանքելու ձևերից մեկը։ Փորձում է բազմանալ, այսինքն ծաղկել ու պտուղ տալ։ Եվ հենց այդ պատճառով այս մեթոդը կարող է զգալիորեն մեծացնել ծաղկման եւ պտղատվության հավանականությունը։ Բայց հիմա անցնենք վերջին տեխնիկային, որովհետև անիմաստ է արթնացնել ծառը, եթե հետո նրան ճիշտ են ամենը չենք տալիս, ինչ անհրաժեշտ է պտուղ տալու համար։ Եվ հենց այստեղ է, որ կալիումի հավերումը կարևոր դեր է խաղում։ Սա է պատասխանատու լինելու այն բանի համար, որ մինչ այժմ առած ամեն ինչն իսկապես վերածվի պտուղների։ Կացայի մեջ աճող ծառի համար մեզ պետք է 1 լիտր ջուր, այսինքն մոտավորապես 1/4 գալոն։ Հետո ավելացնում ենք 1 ճաշի գթալ փայտի մոխիր, 1 ճաշի գթալ աղացած դարչին եւ վերջում 1 ճաշի գթալ եղեգի մելասա։ Երբ ամեն ինչ արդեն ներսում է, պարզապես լավ խառնում ենք, մինչև ամբողջովին միատարր դառնա, եւ այս խառնուրդով ջրում ենք։ Սա կարա կիրառել մոտավորապես ամիսը 1 անգամ։ Եվ եթե ծառը տնկված է անմիջապես հողում, պարզապես քանակները բազմապատկում ենք 4-ով։ Եվ հենց ստեղ է, որ ամեն ինչ սկսում է արդյունք տալ։ Ծառը նախորդ 5 տեխնիկաներով արթնացնելուց հետո այս հավելումը նրան կտրամադրի կալիում եւ անհրաժեշտ սննդանյութեր պտուղը պահելու եւ իսկապես արտադրելու համար։ Քանի որ շատ հաճախ խնդիրը այն չէ, որ ծառը չի ծաղկում, այլ այն, որ հետո չի կարողանում պահպանել այդ ծաղկումը եւ պտուղը վերջում ընկնում է։ Եվ հենց այս հավելումն է, որ կարող է տարբերություն ստեղծել մի քանի պտղի եւ լիովին պտղաբեռնված ծառի միջև։
Հիմա շատ կուզենայի, որ մեկնաբանություններում գրես, թե որտեղից ես մեզ դիտում եւ հատկապես ինչ պտղատու ծառի հետ ես խնդիրներ ունենում, որովհետեւ ես բոլորիդ կարդում եմ եւ իհարկե, եթե քեզ դուր եկավ այս տեսանյութը, մի մոռացիր լայք դնել, բաժանորդագրվել ալիքին եւ կիսվել այն մեկի հետ, ով պտղատու ծառերը նույնքան է սիրում, որքան դու։ Ողջույն բոլորին, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։